Այս ամառը ոնց որ դեկրետ գնացած ալի ու вообще միտք չունենա գալու։ Տնած այս մայիս ամիսը որպես ամիս ինքը իրան հարգում, հա? Ղիամաթ էր։ Հայաստանը ծով չունի, իմ նախկին մարդն է ուղեղ։ Զանգելա։ Ոնց ես մարը ասի լավ եմ։ Բա վաղը հունիսի 1-ը երեխուն տանեմ քաղցր բամբակ ուտի, լսի ասի, Վարդան։ Այդ քո ասած երեխան արդեն 16 տարեկան է։ Քաղցր բամբակի տեղը ասի մտի ապտեկայից սովորական բամբակար մի հատ է 7 տուր մամայի թող գլխիդ այս սենց լավ կվադրատներ անի կարող է ուղեղը վերարտադրվի սկսի աշխատել։ Վերջին անգամ երեխու 7 տարեկանում ա տեսե։ Էդի մտածում եմ երեխան ինչա շպիցա, յորկա, փոքր բալոնկայա չի մեծանում, քո յուրդը չբլի։ Մյուս ամիս կարից ծնունդն է, ասի կհավաքվենք, կիջնենք, մի հատ տաղավար կվերցնենք, կնստենք։ Դրուսել ցավնոցների ցավն է բերում այն ցավը, որը արտադրում է ցավ, որպես ցավնոց։ Ալո, տաքսի ցուցուկ մարան լսում է։ Հա, արգելի հաճախորդ։ Ոչ։ Ինչ անեմ, վարորդը ընկավ փոսը ստրես տարակ։ Ստրես մի տարեք, վաղը հունիսի 1-ն է։ Իջեք մի հատ զոնտիկով։ Այդ փոսաջրի մեջ հաշվեք բասեին եք եկե։ Ես որ իմ ստրեսներից պատմեմ, կարող է ատեք կանգնեք, նստեք մի քիչ հոնգուր լացեք։ Սամո, այսօր մտի լողացի, որովհետև վաղը երեխեքի ես քաղաքից դուրս տանելու, հանկարծ մասսայական թունավորում չլինի ավտոբուսի մեջ։ Եղավ, լավ։ Կարես, որ խնդրեմ մի հատ բան ապտեկայից միգրենի տեղ կվերցնես, կաս, մեռնում եմ, նռում է գլուխս։ Լավ։